Ընտանիք հայերեն լեզուն նշանակում է նույն տանիքի տակ ապրող մարդիկ։ Ընտանիք։ Երկեստե բառացի միայն տանիքի մասին չի խոսքը։ Այստեղ նույն գաղափարով, նույն ճշմարտությամբ առաջնորդվող, նույն հավատքի, ես կուզեի ասել նաև նույն լեզվի, այ ընտանիքը այս ամուր է լինում, երբ որ այս բոլոր գաղափարները, կարևորագույն գաղափարները համատեղ են, միատեղ են, և մենք ասում ենք կյանքի ընկեր, կինն ու ամուսինը համարվում են կյանքի ընկեր, ինչու ենք ասում կյանքի ընկեր, և որ կյանքի ընկեր, հավիտենական կյանքի ընկեր ենք ասում, ոչ թե երկրավոր, մարմնավոր, այլ հավիտենական կյանքի ընկեր։ Եվ եթե մենք հավիտենական ճամփորդ ենք, այս հավիտենական կյանքի ընկերությունը պետք է սկսենք հենց սկզբից։ Եվ մեր խոսակցությունը, մեր միտքը, մեր տրամադրվածությունը, մեր գաղափարը ամբողջ ավետարանի շուրջ պետք է լինի, և երբ այս բոլորը լինի, մեր ընտանեկան հիմքը ամուր դրված կլինի, իրապես ընտանիք կլինի, եկեղեցու գմբեթի տակ կլինի, հասարակ տանիքի տակ չի լինի, չէ, եկեղեցու գմբեթը ուրիշ ձև է, այդպես էլ մեր տունը կլինի մի եկեղեցի։ Մենք կարողանանք աղոթքով, ինչպես եկեղեցու մեջ մշտապես աղոթում ենք, չէ, այնպես էլ մեր օջախը, մեր տունը մի եկեղեցի է։ Մենք առավել պետք է աղոթքի ձայն լսվի մեր տանը, քան թե հեռուստացույց ձայն, քան թե աղմուկ, աղաղակ և հատկապես Տատսու Գրիգոր Տաթևացին ասում է, այն ընտանիքում, որտեղ հայհոյանք, վեճ կա, թշնամանք կա, այնտեղ Աստծո օրհնությունը չկա, որտեղ համերաշխություն և սեր կա, այնտեղ Աստծո օրհնությունը կա։ Այսինքն այդ համերաշխության ու սիրո մեջ աստվածային օրհնություն կա։ Այն ընտանիքը, որտեղ որ աղոթքը գերիշխում է, այնտեղ սերն ու միաբանությունը կա։ Բայց այդ աղոթքի համար պետք է նախ և առաջ միաբանություն, առաջնահերթ նույն գաղափարերի շուրջ, հետո հասկացողությունների շուրջ, երբեմն արվեստագետների հետ են ամուսնանում, նկարիչները նկարիչների հետ են ամուսնանում, չէ, երաժիշտների հետ են, այդ պատահական չի, որովհետև իրար հասկանում են։ Բայց հավատքը այս բոլոր տարբերությունները հարթում է, երբեմն հավատքի երաժիշտը կարող է հավատքի նկարիչի հետ ամուսնանալ, որովհետև ինքը հավատք այս տարբերությունները հարթում է, վերացնում է։ Եվ հավատքը դառնում է ընտանեկան համերաշխության գրավական։ Եթե մենք հավատքով ենք, մենք աղոթող ենք, մեր ընտանիքը սեր ունի, ջերմություն, ընտանեկան սեր կա, և որտեղ կա ընտանեկան սեր, ջերմություն, այնպես Աստվածային օրհնությունը կա։ Ես բազմաթիվ անգամ տեսել եմ էական տարբերություն քրիստոնեական հավատքի ընտանիքի և ոչ քրիստոնյա հավատքի ընտանիքի և զավակների։ Ուրեմն 2 օր առաջ հաղորդություն էինք ստանում, մեր հավատացյալների տղաներից մեկը, ուրիշ երեխաներին չես կարողանում հաղորդություն տալ։ 3 տարեկան աղջիկ էր, հաղորդությունը տվել եմ, մեկ էլ հայրը պտտվել է, էլի հետ է եկել, ասում է, հայ սուպ աղջիկս մի հատ էլ է ուզում հաղորդություն կլինի մի հատ էլ տանք, ասում եմ, բեր մի հատ էլ կտանք։ Ուրիշ երեխային հաղորդություն չես կարողում տալ, բայց ինքը այնքան ասմաճաշակ տեսեք, որ քաղցր է դերը։ Եվ այդ երեխային ես հաղորդություն տվեցի, պտտվեց էլի եկավ, ասեց մի հատ էլ տանք, էլի ասեցի մի հատ էլ բերի կտանք։ Այսինքն այս գեղեցկության, այս սիրո մեջ ընտանիքը համերաշխում։ Երջանիկ, իրականում դրախտի ընտանիք ենք մենք ասում։ Ընտանիքը պետք է դրախտի նման լինի։ Այնտեղ Ադամն ու Եվան դրախտում ինչ են, համերաշխային, բայց հենց դրախտից վտարվեց։ Երբ իրենց մեջ պառակտում առաջացավ,
չարը մտավ Ադամի ու Եվայի միջև, արգելված պտուղը ուտել տվեց, դրախտի ընտանիքը քանդվեց։ Ճիշտ այդպես էլ կասկածը, խոնդը, նախանձը մտնում է ընտանիքի մեջ, այդ ընտանիքը քանդում է։ Չպետք է թողնենք, որ չարը մտնի մեր դրախտի ընտանիքի մեջ։ Մենք պետք է ատամներով պահենք մեր ընտանեկան համերաշխությունն ու սերը։ Եվ այն ժամանակ մեր ընտանիքը դրախտի ընտանիք կլինի։ Սենց բան հասկացա, թե չէ այնց հակատապ։ Ես կարդամ։ Ուզում եք գոլս տայ կարդար։ Окей, угорь это схал լինի։ Вот читаю, что Гарсурб говорил. Само слово «семья» в армянском языке означает людей, живущих под одной крышей, под единой крышей. Но здесь речь не только о буквальном понимании семьи. Настоящая семья – это люди, которых объединяют одни и те же ценности, одна истина, одна вера. Все правильно? Я бы даже сказал, один духовный язык. Именно такая семья становится крепкой. Когда самые важные жизненные принципы совпадают, когда люди едины в главном, тогда супругов называют спутниками жизни. Почему мы говорим «спутник жизни»? Потому что речь идет не только о земной жизни, но и о вечной жизни. Мы соединяемся не только ради земного существования, а ради вечности. Если мы считаем себя спутниками на пути вечной жизни, то это единство должно начинаться с самого начала семейной жизни. Наши разговоры, мысли, внутренний настрой и жизненные цели должны быть обращены к вечному. Тогда фундамент семьи будет прочным, и она станет настоящей семьей. Такая семья находится не просто под крышей дома, а под куполом церкви. Это значит, что сам дом становится маленькой церковью. В доме, как и в храме, должна звучать молитва. Пусть в доме чаще слышится молитва, чем телевизор, шум, крики и ссоры. Говорят, там, где есть ругань, вражда и ненависть, нет Божьего благословения. А там, где есть любовь и согласие, пребывает Божье благословение. То есть Божье благословение проявляется именно в любви и мире между людьми. Там, где в семье есть молитва, есть и любовь, и единство, но для молитвы прежде всего необходимо единомыслие, общие ценности и взаимопонимание. Иногда художники женятся на художниках, музыканты на музыкантах. Это естественно, потому что они понимают друг друга. Но вера способна преодолеть любые различия. Верующий музыкант может создать крепкую семью с верующей художницей, потому что именно вера объединяет людей сильнее любых профессий и различий. Если семья живет верой и молитвой, в ней будут любовь, тепло, согласие, а значит Божье благословение. Я много раз видел огромную разницу между семьями, живущими христианской верой, и теми, где вера отсутствует. Например, 2 дня назад, во время причастия, один маленький ребенок, которому было около 3 лет, получил святое причастие. Затем отец снова подвел его и сказал, ее, «Дочка хочет причаститься еще раз, можно?» Я улыбнулся и сказал, «Хорошо, еще раз дадим». Видно было, что ребенок уже почувствовал сладость этой благодати и сам стремится к ней. Вот в этой красоте и любви рождается счастливая семья. Такая семья становится по-настоящему райской семьей. Семья должна быть подобна раю, ведь Адам и Ева были счастливы в раю, пока между ними сохранялось единство. Но когда между ними вошло зло, когда они поддались искушению и вкусили запретный плод, райская семья разрушилась. Так же и происходит и сегодня. Когда в семью проникают подозрения, ревность, зависть и зло, семья начинает разрушаться. Поэтому нельзя позволять злу войти в свою семью. Мы должны всеми силами хранить семейное согласие и любовь. Тогда наша семья действительно станет райской семьей. Вот.